Շատ լավ։ Մենք անցնում ենք նոր մեծ բաժին, մենք բարդությունը որպես այդպիսի նույնիսկ չափորոշիչ արդեն ավարտեցինք, ինչով ավարտեցինք հիշենք, բացի այն, որ բարդ համակարգերի նախագծումը էություն նշեցինք, առավել ևս ծրագրավորում ինչ էլեմենտներով է շփվում նրանց հետ, ամենավերջում մենք ասացինք, որ մենք անցում ենք կատարելու մի հատ մոդելի, որի անունը օբյեկտ կողմնորոշված։ Ուրեմն հաջորդ դասը կամ հաջորդ մեր այս մեծ վերնագիրը կոչվում է օբյեկտային մոդել, որը նախորդ մեր սահմանումից նախագծման սահմանում էր դա, բայց համակարգերի նախագծումը ծրագրավորման տեսակետից ճիշտ ասած։ Մենք անցում կատարեցինք, որ օբյեկտ կողմնորոշված մոդելներով պետք է շարժվենք։ Ուրեմն ինչ ենք անելու։ Մենք մի հատ օբյեկտային մոդել կվերցնենք։ Սա մի քայլ է ևս ինչա իրենից ներկայացնում։ Քանի որ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման առաջի բառը, գլխավոր բառը օբյեկտն է, մենք նրա մոդելի մասին պետք է խոսանք։ Պարզ է, հետո կգա կլասներ, նրա, այսպես ասած, նկարագրման մաս եւ նրա օբյեկտային մաս, որը ֆիզիկապես ինչպես է աշխատում runtime-ում եւ այլ։ Օբյեկտային մոդելը տեսություն է։ Հետագայում այս տեսության հիմքի վրա մենք կարող ենք աշխատել ներկայացնել object oriented-ի այն էլեմենտները, որ ես կցանկանայի ձեզ Շատ լավ, օբյեկտային մոդել։ Մենք ունենք վերնագրեր, փորձում ենք հեռու չմնալ տարբեր գրականությունների ներկայացումից եւ կրկնություն ենք անում այն, ինչը ժամանակին C#1-ում ասել ենք։ Անպայման մի հատ ես պետք է դրա մասին խոսամ, ծրագրավորումը ինչպես է գնում օբյեկտային մոդելի աշխարհ։ Ուրեմն երկու վերնագիր կամ մի վերնագիր ծրագրավորման զարգացման էտապները դա պատմություն է, սա այն հեշտ դասերից է, որը կրկնվում է մյուս լեզուներում։ Պայմանավորվել ենք, որ ծրագրավորումը զարգացնելու համար կամ ծրագրավորումը որպես էտապներ սկսել են, ամենասկզբից մեքենայական լեզու է եղել։ Այսինքն 0-1-երով է ծրագրավորվել, եւ եթե ես հիմա վերցնեմ իմ այս լծակիրը, ամենասկզբից 0-1-ել է եղել Տյուրինգի մեքենան, եթե չեք մոռացել Էնիգմա կինոյից եւ այլն, ծրագիրը այսպիսի մի հատ սիստեմա եղել, մեքենայի վրա ինքը նկարագրվել է, 0-1-ել եթե սես մի հատ պարկը վերցնենք, այստեղ էլ նշենք լամպեր, այսինքն ինչ-որ լամպեր, լավ։ Այստեղ նշանակենք 0, այստեղ 1, այստեղ 0, այստեղ էլ պուսկ, մուտք, վխոտ, enter։ Այս ռեգիստրը լույսերով մտել է մեջը, այս ռեգիստրը հաջորդ թիվը եկել, այսինքն 01, 01, 01, ռեգիստր լուծել ենք, հետո այստեղ երևի մյուս կնոպկան է եղել, կատարել, run, ինքը ծրագիրը լուծել է եւ էլի մեզ է տալիս իր ձևով, այսինքն մեզ կտա էլի 0-1-երով։ Նույն տաբլոյի կամ նույն, այսպես ասած, էկրան չկար այդտեղ, լույսերի հավաքածու է։ 01, 01, 01, արդյունքը էլի 01։ Այսինքն նախնական էտապը, մեր նշած ծրագրավորման նախնական էտապը, ամենասկիզբը, եղել է երկուական համակարգով, պարզասփյուն դրված է համակարգչի մեջ կամ համակարգչի, ինքը լույսերով է, անլույս է, այստեղ ամենադժվարագույն պրիմիտիվ հասարակ ձևով, ասենք էլեկտրոնային լամպերի եւ ռելեների ձևով արվել 40-ական 50-ական թվականներին, այդ էլեկտրոնային լամպերը այ մոտավորապես այս տեխնոլոգիայով նշված է եղել, այստեղ նշվում է լույսերը ցույց է տալիս եւ կատարում է։ Սա կոչվել է նախնական էտապ, այսինքն ծրագրավորման նախնական էտապը կատարվել է մեքենայական լեզվով կամ մեքենայի 0-1-երով։ Շատ լավ, շարունակենք։ Ինչը ասեմբլեր։ Քանի որ մենք հրամանները գրում ենք 001, սա գումարում է նշանակում, ասեմբլերը ասում է մարդուն համապատասխան թող հրամանները լինի։ Իմ գծագրում այս տեսքը կունենա։ Ինձ արդեն ձեռնտու չի այդպիսի մոտեցումը, եւ այստեղ ընդհանրենք այդ հրամանն եմ գրում, ասենք գույն ընտրենք կամ ոնց անեմ, որ տարբերվի։ Գույն էլ չկա, լավ, կանոն չվերցնենք։ Այդ, ասենք, ընդհանրենք բազմապատկում, ընդհանրենք load,
Հրամաններ են assembler-ի։ Այսինքն 001-ը գումարում է կոչում, 010-ն հանուն է կոչում, սա բա եւ այլն։ Տեսողական ծրագրավորողը լեզու ստեղծվեց, assembler-ը անվանեց, օրինակ այդ 102 նշանակում է գումարել 102 հասեում գտնվող տվյալը գումարիչում եւ էլի թողնել գումարիչում։ Մենք C#1-ի դասերում կնայեք առաջի դասերն են, որտեղ assembler-ով ծրագիր են գրել։ Ուրեմն հաջորդ этаպը assembler-ն է, բայց assembler-ը մարդու համար նույնն է, մարդու համար հաճելի է նույնը չի, այսինքն մարդուն հասկանալի նույնն է։ 0-1-երը արդեն սիմվոլներով մեզ համար լավ է, բայց մեքենական լեզվի մի հրամանը համապատասխանում է assembler-ի մեկ հրամանի։ Մենք այդպիսի մոդել ներկայացրել ենք եւ վերջում ես դա ցույց կտամ։ Բարձր կարգի լեզու, այստեղ մենք ավելացնենք, անպայման այս assembler լեզվի ժամանակ մենք կոմպիլյատոր պետք է ունենանք, որը չի կոչվում կոմպիլյատոր, կոչվում է հենց assembler թարգմանիչ։ Այսինքն, եթե վերադառնանք մեր գծագրերին, ինչ է ստացվում։ Ունենք RAM, մուտք ենք արել add, load, sub, halt անցել ենք, ինչով assembler-ի հրամաններ են, իրենց հասցեներով պարզա, 15, 16, 100, Սա քանի որ արդեն լեզվով է, համակարգիչը չի հասկանում, սա պետքա translate անել 0-1-երի, ոնց որ մեր C# կոմպիլյատորն է։ Եվ ստացվում է, որ այսա կոչվի թարգմանիչ, ուրեմն մենք արդեն պետքա ունենանք թարգմանիչ, մուտք ելք եւ այլն, պերֆոկարտա կլինի, պերֆոժապատին կլինի եւ այլն։ Ուրեմն ստացվում է, որ assembler-ը նրա հաջորդ этаպն է։ Բարձր կարգի լեզուն ասում է մի կարտոֆիլ գցի, շատ կարտոֆիլ հանում։ Շատ լավ, այսինքն assembler-ը, որը որ մի հրաման էր, ենթադրաբար ամեն մի մեքենական լեզվին համապատասխան մի հրաման, այսա մեկ հրաման, սա է մեկ հրաման։ Ես չի լինի մի հատ հրաման գրել, մեքենական շատ հրամաններ աշխատի, շատ։ Պատասխանը է դա, որ այո, բարձր կարգի լեզուները ստեղծվեցին, օբյեկտային մոդելը արդեն տանում ենք ծրագրավորման տեսակետից, դրա համար նրա զարգացման этаպը վերցրած է որպես ծրագրավորման, ասենք անալիզ դիզայնի մոտեցման ձևերից մեկ, որից մենք չենք վախենում։ Շատ լավ։ Այստեղ խնդրեմը սպագետի կոդն է արդեն անցել ենք, այսինքն շատ երկար թռիչքների դեպքում սպագետի կոդ է դառնում, go-to-ն անընդհատ մեզ վնասում է։ Եվ միանգամից եկավ կառուցվածքային լեզուներ, արդեն արագ ցուցադրեմ, C-ն էր օրինակ կառուցվածքային լեզուներում, հետո դարձավ C++, C-ն կառուցվածքային լեզուներ էր, որը ասում էր ֆունկցիաները մեզ համար գոյություն ունեն, այդ ֆունկցիաների թռիչքները մի տեղից մյուս տեղը կատարվում, այսինքն ֆունկցիաների էր վերածվում այս հրամանները, շարունակեմ, ասենք ես ունեմ sense կոդ, չմոռանանք, կոդ։ Բարձր կարգի լեզու if-ը կլինի եւ այլն, ես նրանք խմբավորեմ ֆունկցիաների F1, F2, F3 եւ իրենք իր մեջ կսկսեն աշխատանք կատարել, սա կանչի սրան, սա կանչի սրան, սա կանչի մյուսին, return տանի, այսինքն բլոկների վերածվեց։ Ֆունկցիոնալ կամ կառուցվածքայինը սա շատ հզոր տեխնոլոգիա է։ Ծրագրային կոդը սպագետիությունից հանեց, այսինքն ֆունկցիայի կոդի մեջտեղից չես կարող գնալ մյուս ֆունկցիայի կոդի մեջտեղ, արգելված է։ Այսինքն սպագետի կոդի ամփոփում ավելի շատ, քան նույնիսկ տեխնոլոգիա։ Ուրեմն սրանք սկսեցին հատվել namespace-ներով, այսինքն շատ ֆունկցիաների դեպքում խնդրեմ առաջացավ եւ object-oriented լեզուները սկսեցին աշխատել class object-ներով, որը ասեց, այս ֆունկցիաները եթե շատ են, խմբավորենք որևէ շենքի մեջ, որևէ տեղ, որևէ արկղում, որևէ տեխնոլոգիանում ավելին հնարվեց class object համակարգը եւ օբյեկտային մոդելի տեսակետից մենք կտեսնենք, որ գալու են class object, այս հրան ենք գալու։ Հաջորդ этаպը շատ դες թեթև ասեմ, կոմպոնենտային իրականացում եւ ղեկավարվող կոդ։ C#.net-ը, որը առարկաներում կա C#.net-ը, կոմպոնենտների է վերածում, տիպիզացիան զարգացնում է, assembly-ների է վերածում, հետո reflection-ների է վերածում, տիպը դարձավ հարուստ միջոց,
Տիպը դարձավ data part, այսինքն տվյալները լուրջ կարևորություն ստացան, կոմպոնենտները հավաքում էին, պատրաստի կոմպոնենտներից ստանում էին։ Առավել ևս, ղեկավարվող կոդը C#.NET-ի ամենագլխավորն է։ Java-ն, Swift-ը եւ C# ղեկավարվող կոդով են աշխատում, մյուս լեզուներից ի տարբերություն, որը կոմպոնենտային զարգացում տվեց։ Հիմա եւս երկու թեզեր, որտեղ մենք փորձենք այդ թեզերը ներկայացնել։ Ուրեմն ինքնասովորող ծրագրավորումը երկու էտապ պետք է անցնի։ Մի էտապ արդեն կա, դեռ կատարվում է մեծ տվյալների հիմքերի վրա։ Ադապտացիայի հարցն է, այսինքն այս ադապտացիան առաջնային տեղ է գրավում մեզ մոտ։ Ստացվում է, որ database-երը հենց հիմա GPT-ն եւ այլն մեծ լեռնային ցանց են իրանց մեծ, մի քանի անգամ ասեմ, մեծ բազաներով։ Ինքադապտացիա որոշում, բայց ինքնասովորող pre-training է կոչում GPT-ն generative pre-training transformer, փոխումը pre-training-ը անում։ Այս pre-training-ը ինքնասովորումն է, որը մեծ տվյալներից է սովորում, այսինքն մեծ տվյալները ամենակարևոր բառն է։ Նեյրոնային ցանցը եւ համաշխարհային ցանցը, եթե չլիներ, դա անհնար է։ Մեծ քանակով տվյալ մենակ ինտերնետում կա։ Ոչ մի գիրք մեծ տվյալ չի համարվում։ Ուզում ես զետանը 1000 տարի հատ գիրք պահեք։ Նույնիսկ գրադարան դարձեք, դրա մանգալը անհնար է։ Եվ ամեն դեպքում թեզ, որ ես եմ առաջարկում, որպես գիտական ուղղություն, առավել ևս իմ լեկցիայում մեծ տեղ է գրավում, manage կոդում եմ ես դա ներկայացրել C#.NET-ում, որ manage կոդը էտապ է համարվում, ղեկավարվող կոդ այս սա, ծրագրավորումը ադապտացիայից, սա ես գուշակում եմ, եթե մի 10-20 տարի տեղի ունենա, կուրախանանք, ծրագրավորում ադապտացիայից, որը մեծ տվյալների հիմքի վրա աշխատող հիմիկվա նեյրոնային ցանցերը շատ լավ կատարում են, DeepSeek-ի եւ ասենք GPT նմանների միջոցով, ապագայում անցում կատարվի ալգորիթմական մուտացիայի, այսինքն ադապտացիայից հետո մենք գնում ենք մուտացիայից, դուք գիտեք, մուտացիայի շնորհիվ է, որ մենք Homo sapiens ենք դարձել։ Եթե մուտացիան չլիներ, մենք կմնայինք բջիջ, այտենց։ Ադապտացիան բջիջին չի տանում դեռ զարգացման մեծ էտապի։ Մուտացիան է, իսկ մուտացիան լինում է DNK-ի փոփոխություն։ Իսկ DNK-ն ի՞նչ է, ալգորիթմ։ Այսինքն ալգորիթմը ամեն դեպքում պետք է առաջի տեղում դառնա, որպեսզի մեզ ապագայում մուտացիոն կոչվեն։ Սա թեզ է, բացարձակ, ոչ միտեղ դա ես գոնե չեմ կարդացել, շուտվանից է դրված եւ այլն իմ գիտական ուղղությունը իմ կայքի հենց հիմքում էլ դրված է, կայքի վերնագրում էլ դրված է Albert.com-ում, որ մենք inexact ալգորիթմերով ենք զբաղվում, որը կոչվում է ոչ հստակ ալգորիթմներ։ Ինչևիցե, գիտական ուղղություն, եթե ինչ-որ մեկ ասպերանտուրա գնում, թող տեղյակ լինի, իսկ մենք շարունակենք մեր գործողությունները։ Հիմա տեսեք, օբյեկտային մոդելի հիմունքները մենք հիմա կփորձենք մտնել, բայց քանի որ ծրագրավորման զարգացման էտապները որպես այդպիսին եւ սերունդները գրադի բուչը ունի այդպիսի edge, ես ուղղակի իր edge-ը այսպես ասած զարգացրել եմ։ Մանավանդ այս երկուսը բացարձակ կապ չունի իր հետ։ Նույնիսկ 3-ը ներողություն, այս երրյակը գրադի բուչում չկա։ Իրանք մոտավորապես շատ հասարակ ձևով այս երրյակներ բացատրում։ Okay, մենք գիտական անցում կատարեցինք, եթե դուք գիտական ուղղություն կունենաք, իսկ ծրագրավորման տեսակետից համարեք, որ լսել եք։ Լեզուների սերունդները արագ անցում կատարել եւ դրանով վերջացնենք։ Տեսեք, ցանկացած կոմերցիոն ծրագիր ուրեմն ինքը ավելի բարդ խնդիր է լուծում, քան նախորդները։ Այս բարդության աշճանը մեզ ստիպում է լեզուները փոխել։ Օրինակ, առաջի խնդիրները 100,000 հրամանի կարգի է, assembler-ով լուծեց։ Հետո դարձան ենթադրաբար 500,000-ից 1 միլիոն։ Սա ֆունկցիոնալ է եւ ալգորիթմականը լուծեց, լավ 500,000։ Հետո դարձավ 1-ից 5 միլիոն հրաման, assembler-ի հրաման, ասենք մեքենան այդքան հրաման պետք է լինի։ Դա գալիս է բարդ խնդրի պատճառով։ Խնդիրը բարդ է, հրամանները շատ են։ Պահանջարկը շատ ավելի շուտ, խնդիրը բարդ է։ Սկսում է մարդու կամ հասարակարգի պահանջից։ Պահանջ, չմոռանանք։ Սա մեզ մոտ դերք խաղա։ Երբ որ հասարակության պահանջը մեծանում է, դառնում է խնդիր։
Խնդիրը մտնում է բարդ լինելության մեջ, բարդ լինել։ Բարդ լինելության մեջ մենք ոնց լուծենք իր բարդույթը հաղթահարելու համար, սկսել ենք 500-ի դեպքում ալգորիթմական է, 1 միլիոնի դեպքում ֆունկցիոնալ է, երբ որ հրամանները, ասենք, մոտ 10 միլիոնի կարգի են, կարող է սխալվում եմ, մի քիչ շատ մեծացրեցի, ապա մեզ մոտ գալիս է OOP-ն, Object Oriented Programming իր կոմպոնենտով, manage կոդով եւ այլն, այսինքն Object Oriented-ի տեսակետից ծրագրավորման լեզուները առաջանում են, երբ որ հին խնդիրը չի բավարարվում։ Ահա սրա մասին է խոսքը գրում։ Ավելի բարդ խնդիրներ ենք լուծում, նախորդով ապրելը անհնար է դառնում, եւ մենք ստիպված ենք նոր լեզուներ հնարել։ Ուրեմն լեզուների առաջացումը գալիս է միայն մարդու պահանջից, հասարակության պահանջից, տնտեսական կլինի, գիտական կլինի, հասարակական կլինի, չեմ կարող ասել, պահանջից վերածվում է ուրեմն նրա բարդ խնդիր լինելության լուծման մեթոդներից եւ լեզուներ սկսեն առաջանալ։ Այս մեր վերևի նշված assembler-ից բարձր լեզու, ֆունկցիոնալ, կլաս, ղեկավարվող կոդ, AI-ը արդեն ամեն ինչ AI է, հիմա էլ ոչ ոք չի ասում, ասում է AI-ով ծրագրավորի, որտեղ նախորդները լրիվ կա, այսինքն AI-ը դարձավ ապագան նշեցինք, ուրեմն խնդիրները գալիս է եւ մեզ մոտ այս եռյակը եւս մի անգամ, կարճ ասած ֆիլոսոֆիա գրքով նշվում է, ես մետոդոլոգիաների, տեխնոլոգիայից ասում եմ դեկոմպոզիցիա, աբստրակցիա, հիերարխիա, լուրջ տեղ կգրավեն լեզուների զարգացման ժամանակ։ Կարճ ասած մենք OOP-ն մի քիչ գովազդում ենք, այսպես նայենք։ Սա գործիք է ստացվել։ Այս գործիքների միջոցով օբյեկտային մոդել ենք ստեղծել մեր առարկան, այսօրվա մեծ խումբը կոչվում օբյեկտային մոդել, այսինքն դեռ լեզուների մեջ չենք մտել։ Բայց առանց իրանց խոսալու հնարավոր չի։ Պարզ ամեն этаպում նոր լեզուներով կարենք եւ իմպերատիվ թե դեկլարատիվ։ Իմպերատիվ նշանակում է այն ալգորիթմները, իմպերատիվ նշանակում իմպերատը, դեկլարատիվ նշանակում է խորհրդարանով լուծել։ Այսինքն հին թագավորական համակարգերը աշխարհում փոխվել են։ Ընտրողական, առավել եւս պարլամենտական սիստեմաներում մեզ մոտ նույնպես այդպես է։ Իմպերատիվ լեզուները C-ն կլինի կամ ալգորիթմականները, որը կհամարենք, դարձել են դեկլարատիվ C++, C#, Java եւ մնացած object oriented-ները։ Ուրեմն դեկլարատիվ լեզուները կամ այլ խոսքով համակարգչային կատարողության հրամանները նկարագրումներով, այսինքն աբստրակցիաներով, խոսալով, մոդելով, ասել խոսալու տեխնոլոգիան է ստիպում մեզ։ Մենք մոդելը պետք է ստեղծենք, նախորդ դասն էր։ Մոդել բառը շատ լուրջ բառ էր նախորդ դասի։ Ուրեմն մոդելներով մենք խոսենք, պրոյեկտները կանենք UML-ներով մտածելակերպով եւ դա կլինի արդեն դեկլարատիվ լեզուներ C++, այսինքն object oriented-ը դեկլարատիվ է։ Նրա դեկոմպոզիցիան ցանցը, որի գագաթները ասել եմ մի հատ էլ ասեմ։ Ուրեմն դեկոմպոզիցիան OOP մենք այդպիսի բան դեկոմպոզիցիա վերցնենք, կոմպոզիցիա։ Մենք ցանց ենք ստանում գագաթներ եւ ասում ենք գագաթները էություններ են, ասենք 1 2, 3, 4, 5, սրանք էություններ են, կլասներ են, օբյեկտներ են, կապերը նույնպես էություններ են, այս կապը սրա հետ, ցանց է ստացվում, object oriented analysis design-ի decomposition օբյեկտային մեթոդոլոգիան ասում է, խնդիրը վերածում ենք մի մոդելի, որը ցանցային է, դեկլարատիվ է, նկարագրություն է, խառը ցանց է, մեկը մյուսից client server է, մեկը մյուսից ժառանգականություն, կոմպոզիցիա, ագրեգացիա, կապ չունի, բարդ խնդիրը ցանց է, պարզ խնդիրը անցել ենք վերև, ալգորիթմական դեկոմպոզիցիան ծառ է, վերևից ներքև, օրինակ ասենք, զինվորական ստրուկտուրայով միայն ալգորիթմական դեկոմպոզիցիան կաշխատի։ Այո, լեզուները դեկլարատիվություն եւ իմպերատիվություն տեխնոլոգիայից անցումականություն կատարում դեկլարատիվ լինելու։ Առաջի սերնդի լեզուները ինժեներական էին, գիտական աշխատանքներ, ասեմբլերի դժվարությունների դեմ էր մեր ամբողջ խնդրը, մաթեմատիկական գործողություններ են կատարում, երկրորդ սերունդը հիմնականում աբստրակցիաներ մտցրեց, ենթածրագրեր, ֆունկցիոնալ ծրագրեր, գլոբալ փոփոխականներ, տվյալների հետ աշխատել, հաջորդ մեծ սերունդը արդեն
գալիս է որպես абստրակցիայի աշճանը բարձրացնելու տեխնոլոգիաների։ Մենք կառուցվածքներ ստացանք, մեզ մոտ ստրուկտուրա կա C#, կլաս կա, ուրեմն ստացվում է, որ ստրուկտուրային այս մասում դեռ կլաս չի, ես խառնեցի, ստրուկտուրան դա ֆունկցիոնալ ծրագրավորումն է, բայց հիշեք, C-ն ունի ստրուկտ, C լեզուն չունի կլաս, C լեզուն ունի struct, որտեղ կառուցվածքներով ենք աշխատում, պարզ է, ֆունկցիաները պարամետրերով իրար հետ փոխհարաբերվում են, շատ լավ է, սա հաջորդ էտապ կարող ենք համարել абստրակցիայի, ուրեմն ֆունկցիոնալ ծրագրավորումը մի ֆունկցիա մյուսին կանչելը, դա կառուցվածքայնության պարամետր փոխանցելու տեխնոլոգիաների է հասնում, եւ C-ն ունի ստրուկտուրա, այսինքն կառուցվածքներ, որոնք ֆունկցիոնալ են բերում, ուրեմն ինչ է ստացվում, կառուցվածքային լեզուները C-ն մի հատ շատ վտանգավոր բան ունեն, առհամարում է տվյալները, որ այսօրվա դրությամբ շատ մեծ տեղ է գրավում, այսինքն ալգորիթմը ավելի կարևոր տեղ է գրավում, հրամանների հաջորդականությունը պրոցեսորի ավելի կարևոր տեղ է գրավում, կամ RAM-ում նստած տվյալ, ասենք, քառակուսի հավասարում ABC-ն ավելի թույլ տեղ է, քան նրա ֆորմուլան, x քառակուսի քառակուսի արմատներով եւ այլն։ Այսպիսի անցում է կատարում, մենք հարգանք ենք մատուցում մեր ծագումնաբանությանը։ Այո, կառուցվածքային լեզուները գոյություն են ունեցել եւ կառուցվածքային լեզուները C նման ֆունկցիաների է վերածվել եւ այնտեղ շատ կարեւոր բան է կատարվել։ Ֆունկցիաները իր ալգորիթմներով առաջի տեղ են եղել, ավելի երկրորդական են եղել տվյալները, հիմա AI-ը դա հաղթահարեց, AI ասեց, որ առաջի տեղը database-ն է, այսինքն մոդելի, մեր իմացած օբյեկտային մոդելի տվյալների մասը ավելի կարևոր է, քան նույնիսկ օբյեկտային տեսակետից։ Եվ հաջորդ էտապը, որ հիմա մենք փորձենք դրա կողմով անցնել կամ այդ մասը մտնել, հաջորդ էտապ հանդեսացավ մոդուլային սկզբունքը, վերևը նշված է։ Մոդուլային սկզբունքը հնարավորին չափ նախագծման տեսակետից փորձել եմ ներկայացնել եւ օգտեպտային մոդելը, այս մոդելը մոդուլային սկզբունքի զարգացում է տալի։ Ինչ ասում օբյեկտային, ուրեմն մոդուլային սկզբունքը, որովհետեւ մեզ հասանելի լինի։ Ուրեմն ֆայլերով են գրում ծրագիրը, սա արդեն հասկանալի է հասարակ սովորական սկսնակի համար, այսինքն ֆայլերի մեջ եք, մոդուլների մեջ եք գրում, բայց տեխնոլոգիան պիտի թույլ տա, որ այդ մոդուլների հետ գտնվեն հարաբերության մեջ, այդ մոդուլները կոմպիլյացիոն մոդելներով, եթե մենք ուզում ենք կապենք, ֆունկցիոնալը չի աշխատի։ Մենք չենք կարող ֆունկցիոնալը, այդպիսի բան կար, կոչում էր բաներ, կոչում լինկեր, կոչում թարգմանում են միջանկյալ լեզու եւ այլն, հին պատմություն է, չասեմ, ասեմ մի ուրիշ լավ բան, ասեմ, որ կոմպիլյացիայի ժամանակ այդ առանձին անկախ մոդուլներ, անկախ, տեսեք, անկախ, ֆայլային մոդուլներ, որպեսզի մենք կարողանանք խմբավորենք եւ այլն, ապա մեզ մոտ պետք է առաջանա ֆայլում տեղադրել եւ իրան խմբավորել տեխնոլոգիա, այսինքն միավորել, տեսնել, սխալներ ուղղել, սակայն սա չէ նայում որպես абստրակցիա, այլ ուղղակի ֆունկցիաների տվյալների հավաքագրում։ Այսինքն ֆունկցիոնալ ծրագրավորումը ֆայլերում գրելը դել OOP չհասած է կոչվում, բայց OOP-ի հիմքն է։ Օրենքներ չկա իրանց մեծ մոդուլների մեջ։ Այսինքն մի մոդուլում սխալ կատարվի, մյուսը սխալը չի կարող ուղղել եւ այլն։ Ուրեմն մոդուլային սկզբունքը կառուցվածքայինի հաջորդ էտապն է, ֆունկցիաները ֆայլերում գրելու, փորձել հավաքագրելու տեխնոլոգիայով։ Շատ լավ, այս ամբողջ իմաստը մեր ռեկլամն է OOP-ի, մեր ռեկլամն է մեր առարկայի, մեր լեզուների, մենք ծրագրավորող ենք, մենք ահագին առաջի դասն է, խաոս ստեղծողներն ենք, որ հետո խաոսից անենք եւ գովազդ անենք։ Եվ վերջապես կհասնենք այն հանգրվանին, որը որ մեզ մի հատ մեծ օվկիանոսի, այսպես ասած, մեր նավը, որը որ ենթադրենք առագաստով աշխատում, լինի օդը մեր դեմ, թե լինի մեր կողմից, մեկը մեր առագաստը կգնա, սա հին մեր Homo sapiens-ն է գտել։ Մենք առագաստը կվերցնենք object oriented։ Հաջորդ մոտեցումը այս սա է, object կողմնորոշվածությունը եւ մեր առարկայի հիմքն է գալիս։ Այստեղ ի՞նչն է հետաքրքիր։ Մենք փորձեցինք տիպերը զարգացնել։ Integer an տիպը, class an նրա զարգացումն է։
Մենք նույնիսկ սերունդ հաջորդ դասում մոդելի հիմունքների մասին խոսալուց կարող է դրա մասին ասեմ, լավ չեմ հիշում, այսպիսով օբյեկտային մոդելի հիմքում ուրեմն ստացվում է, որ տիպերը կզարգացնենք, առավել ևս մենք իրան կվերածենք ոչ միայն կլաս օբյեկտների, որը կխոսենք շատ դարեր երկար ժամանակ, այլ մենք կասենք, որ այնտեղ տվյալը առաջնային է դառնում ֆունկցիային հավասար։ AI-ը փոխել է դիրքերը, AI-ը տվյալներ ավելի է հզոր համարում, քան ֆունկցիան։ Իսկ օբյեկտային մոդելի մեր օբյեկտ կողմնորոշված այս ֆունկցիոնալ այս մասում իրանք գոնե հավասարվեցին այսպես ասած տարբերություն չլինելու համար։ Եվ օրինակ է բերված, եթե տվյալները համարեն գոյական, իսկ ֆունկցիաները բայ, պրոցեսորան ծրագրավորում կառուցվածքային գործոնյան վրա օբյեկտ կողմնորոշված տվյալների վրա, այսինքն օբյեկտ կողմնորոշվածության ժամանակ մենք բառերի մեջ ես գնացի տունը, եսը գոյական է, գնացին բայը, տունը գոյական է։ Տունը եւ եսը օբյեկտ օրենթիդում շատ մեծ տեղ է գրվում եւ մեր իմացած գոյականը դա մեզ մոտ տվյալներն են, եկեք այսպես խոշորացնեմ, բոլդան են։ Տվյալները մեր գոյականներն են, այսինքն տվյալները առաջնային դարձավ, մեր բայներ ֆունկցիաներն են։ Եվ ապա պրոցեդուրային ծրագրավորում գործողության հիմա օբյեկտ որոշումը, այսինքն ստացվում է, որ մենք այս զարգացումը վերցնել ենք մարդու լեզվաբանական տեխնիկայից, կամ այլ շուտ նմանացրեցինք։ Մոդել, այսինքն մարդը լեզու հնարեց, որտեղ գոյական բայ կա, մենք կլաս հնարեցինք, որտեղ կա տվյալների մաս, եւ կլաս հնարեցինք, որտեղ կա գործողություն մաս, ֆունկցիա։ Ահա նմանացրեցինք։ Պարզա, եթե ասենք գրաֆը ցանցով ներկայացնենք, կկոչվի օբյեկտային, պարզա, եթե գրաֆը ծառի տեսք ուներ, ապա մենք կհամարեինք ալգորիթմական կամ կառուցվածքային եւ այլն։ Ահա եթե մենք փորձենք ամփոփենք այս բարդ խնդիրների հետ կազմած կամ ներկայացվածը, այսպեսով գլոբալ տվյալների սկզբունքերեն բացակայում են, այսինքն օբյեկտներում գլոբալ տվյալները ստացվում են առաջնային, տենց վերցնենք, կարդան գլոբալ տվյալները սկզբունքորեն բացակայում են։ Ծրագիրը այնպես է կառուցված, որ գլխավոր կառուցվածքային բլոկ հանդիսանում են կլասներ եւ օբյեկտները, ոչ թե ալգորիթմներ, սա ուղղակի մասացի կրկնությունն է։ Այսինքն փորձել գլոբալ տվյալներից կամաց կհրաժարվենք, C# հենց դրան է եկել ի տարբերություն C++-ի, C++-ներ լրիվ օբյեկտային չի։ Մենք C#-ով, Java-ով գլոբալ տվյալներից հրաժարվում ենք, որպեսզի ինկապսուլյացիա լինենք, այսինքն մեզ ոչ մեկը չխանգարեն։ Լավ է, կլասը դառնում է ահավոր անկախ։ Ավելին, CLR-ը դուք անցել եք manage code.net-ում, այնքան անկախ է, որ ինստալյացիայի կարիք էլ չի ունենում եւ օպերացիոն սիստեմայից անկախանում է։ Անկախությունը դառնում է առաջնային տեղ։ Ինչևից է։ Նշված փոքր եւ միջին բարձրության խնդիրների համար են, այսինքն եթե ես ուզում եմ օբյեկտ կողմնորոշված տեսակետից խոսալ, միջին եւ փոքր բարձրության խնդիրների համար, բարդ խնդիրների համար աբստրակցիան բավարար չէ։ Այսպիսով աբստրակցիան մենք պետքա փորձենք ավելացնել, ուրեմն հատուկ ձևերով, մեզ մոտ դա ստացվել է manage code-ով, մեզ մոտ դա ստացել է .NET-ում, C#-ում, կոմպոնենտներով, մեզ մոտ ստացվել է, բացի manage code-ից կոմպոնենտներով, reflection-ներով, տիպերի զարգացումով։ Այսինքն, եթե վերցնենք C#.NET-ը, որը full ամենահզոր երևի լեզուն կարելի է համանել այս դժվարությունները, ծրագրավորում բոլոր էլեմենտները իր մեջ պարունակում է կարճ ասած, ապա C# իր մեջ պարունակում է օբյեկտ օրենթիդի բարդ եւ ասենք փոքր միջին բարձրության խնդիրներից անցում ամենաբարդ խնդիրներ վերացման, այսինքն բարդ խնդիրների լուծման համար այս կարգի աբստրակցիան, որը վերածեցինք տվյալների եւ ֆունկցիաների, բավարար չի։ Այնտեղ ուրիշ շերտ է ավելանում, որը մեր լեզուներում կա եւ մենք object oriented-ն ենք անցնում, այսինքն ապագան, որը նեյրոնային ցանցերին է գալիս, հեյրիստիկայի է գալիս, կամ գալիս է հետագայում նայող ադապտացիոն եւ մուտացիոն ծրագրավորման, դա մեր ապագան է։ Ինչևից է, ամփոփելով կարող եմ ասել, որ օբյեկտային մոդելի ծրագրական զարգացման էտապներում ծրագրերը ինչպես են կարողանում հատվել, ինչպես են կարողանում զարգացում ապրել
հասարակից մեքենայից մինչև object oriented լինելու միջև։